Ժամը լրատվականը հերթական թողարկման շարունակում է աշխատանքը եթերում։ Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանրահրամանների կատարման ընթացքի շուրջ։ Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ այդ ծրագրերը նախագահի ուշադրության կենտրոնում են եւ պետք է արվի ամեն ինչ դրանք ժամանակին եւ որակով իրականացնելու համար։ Կարեն Կարապետյանի խոսքով պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթևան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները։ Քննարկվել են մինչ այժմ արձանագրված թերությունները վերացնելուն եւ առաջիկայում դրանց կրկնությունից խուսափելուն վերաբերող հարցեր։ Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ ոչ միայն կառուցապատողը, այլև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնողները խիստ պատասխանատվություն են կրելու որակի համար։ Խոսվել է նաև կառուցապատման աշխատանքներում տեղի աշխատուժը ներգրավելու, բնակարանների բաշխումը արդարացի եւ թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Կարեն Կարապետյանը նշել է, որ նախագահի աշխատակազմը հետևողական է լինելու այդ հարցերում։ Ամենամոտ ժամանակները Շվեդիան կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որի նախաձեռնությունը պատկանում է Շվեդիայի խոշորագույն ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց իրատեսական հեռանկար է, հաշվի առնելով հանգամանքը, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ամենայն հավանականությամբ կհաղթի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Ավելացնենք, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն սկսել են սպառնալ պաշտոնական Ստոկհոլմին, հայտարարելով, թե Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել երկկողմ հարաբերություններին եւ ել ավելի բարդացնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի ազգային մեծժողովում։ Հիշեցնենք, որ Շվեդիայում համանման նախաձեռնություն եղել էր 2007 թվականին, սակայն այն ժամանակ բանաձևը չէր ընդունվել։ Փետրվարի 16-ին ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու Արնո Գիյուայի հետ հանդիպումով։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Արթուր Բաղդասարյանն այցելել է նաև Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Ժերար Տուրնիերի հետ ձեռք բերված համաձայնությամբ ֆրանսիական կողմը կաջակցի Հայաստանին օգտագործելու Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման փորձը։ Մարզպետների գործունեության 2009 թվականի հաշվետվությունների շարքում այսօր իր հաշվետվությունն է ներկայացրել Սյունիքի մարզպետը։ Սուրեն Խաչատրյանը գոհունակությամբ է նշել, որ չնայած միջազգային շուկայում գունավոր մետաղների գնի անկմանը, մարզի հանքագործական եւ արդյունաբերական ճյուղերում աշխատատեղերի կրճատումները հասցվել են նվազագույնի։ Մարզպետների 2009 թվականի գործունեության հաշվետվությունների շարքում վերջինը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանինն էր, որը լսելու եւ գնահատելու համար Սյունիքի մարզխորհրդի նիստին մասնակցեց նաեւ տարածքային կառավարման նախարար փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ աշխատանքային ծրագրերում կարևոր է հանքարդյունաբերության դերը։ Անհրաժեշտ է նշել, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման պայմաններում մարզի հանքագործական արդյունաբերական ճյուղերում աշխատատեղերի կրճատումները հասցվեցին նվազագույնի։ Թեև Արմեն Գևորգյանը առաջարկեց հարցեր ուղղել մարզպետին, սակայն ցանկացողներ չեղան։ Փոխարենը նախարարին հարց տալու իրավունքից օգտվեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը։ Ունենք բարերարներ, ովքեր պատրաստ են գոնե մասնակի վերամորոգելու Կապանի ծննդաբանը, սակայն այն նրա ճակատագիրը մեզ համար բաց չէ, ասում են, որ նա մասնավորեցվել է կամ գտնվում է մասնավորեցման ցուցակում։ Ես խնդրում եմ ձեզ, եթե այն դեռևս չի մասնավորեցվել, ապա ասենք հստակ մենք իմանանք, որ դա պետության է, համայնքին է, որպեսզի կարողանանք ներդրողներ ներգրավել այս գործում։ Մարզպետը նոր նշեց, որ նմանատիպ ծրագրեր չկան սեփականաշնորհելու եւ եթե համայնքը անհանգստություն ունի այդ առումով, ուրեմն եկեք պայմանավորենք համենայն դեպս, եթե դա պետական հիմնարկ է, չէ, պետական սեփականություն է, առնվազն օտարումը պետք է տեղ ունենա կառավարության որոշումով։ Եթե համայնքը անհանգստություն ունի, որ մենք դա օտարենք մասնավորի եւ համայնքի ինչ-որ բանից կզրկվի, ես պատրաստ եմ անհանգստությունը կառավարությունում կանխել։ Արմեն Գևորգյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզպետի 2009 թվականի գործունեությունը եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի եւս կարձանագրվի ցանկալի արդյունք։ Կապանի Խոստուկ հեռուստաընկերություն հատուկ Արմենիա հեռուստատեսության ժամը լրատվականի համար։
Քանի դեռ էթնիկ ալբանացիներն այսօր Կոսովոյում տոնում են Սերբիայից անկախանալու երկրորդ տարեդարձը, շատերը դեռևս դժգոհում են անընդմեջ պայքարի և տնտեսական ճգնաժամի մեջ ապրելուց։ Կոսովոն իր անկախությունը հռչակեց 2008 թվականի փետրվարի 17-ին, էթնիկ ալբանացիների և սերբական ուժերի միջև շուրջ 10 տարի տևած արյունալի պայքարից հետո։ Եվ քանի դեռ Միացյալ Նահանգները և Եվրոպական միության շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Բելգրադը ունենալով Ռուսաստանի աջակցությունն այս հարցում մերժել է այն։ Կոսովոն դեռևս համարվում է Եվրոպայի ամենաաղքատ շրջանը, որտեղ գործազրկությունը հասնում է 40%-ի, իսկ օտարերկրյա ներդրումները հազվադեպ։ Եվ չնայած այս ամենի, մայրաքաղաք Փրիշտինայում տոնական տրամադրություն է տիրում։ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալել է մոտ 30 բողոքարարի, ովքեր գրոհել էին քաղաքի իսպանական մշակույթի կենտրոնը այն բանից հետո, երբ 10,000 ծխախոտի ոլորտում աշխատող մնացել էր առանց աշխատանքի։ Մարդկանց աշխատանքից հեռացնելու նախաձեռնությունը պատկանում էր թուրքական կառավարությանը։ Իշխանություններն առաջարկել էին նրանց նոր աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագրերը նրանք պատրաստվում էին կնքել 11-ամիս ժամկետով։ Մարդիկ հրաժարվել են և ցույցի դուրս եկել։ Կենտրոնի շրջակայքում հավաքված մարդկանց ձեռքում պաստառներ էին, նրանք կոչ էին անում կառավարությանը հանդիպել աշխատողների հետ։ Իսրայելը նախատեսում է պատերազմ սկսել Գարնանը կամ Ամռանը, բայց դեռ չի կայացրել վերջնական որոշում։ Այս մասին Ինտերֆաքսի փոխանցմամբ տեղի ունեցած մամուլացուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն նրանք մտադիր են պատերազմ սկսել Գարնանը կամ Ամռանը, սակայն նրանց որոշումը դեռևս վերջնական չէ, հայտարարել է նախագահը լրագրողներին, չնշելով, թե ում դեմ է մտադրված Իսրայելի պատերազմը։ Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում Իսրայելը չի երգել Իրանի միջուկային կենտրոններին հարված հասցնելու հավանականությունը Իրանի կողմից սեփական միջուկային զենք արտադրելու ծրագիրը կասեցնելու նպատակով։ Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանը դադարեցրել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որի համաձայն այն հայտարարել էր նախագահական ընտրությունների արդյունքները և որի համաձայն Ուկրաինայի նախագահ է ընտրվել Վիկտոր Յանուկովիչը։ Դատարանը որոշում է կայացրել դադարեցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ինչպես նաև արգելել արդյունքների հրապարակումը, մինչդեռ դատարանում քննարկվում է Յուլիա Տիմոշենկոյի կողմից դատարան ներկայացված հայցը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 14-ին տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին հայտարարեց ընտրված նախագահ։ Պաշտոնական տվյալների համաձայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Յանուկովիչը հավաքել ընտրողների ձայների 48,95%, իսկ նրա մրցակից Տիմոշենկոն 45,47%։ Վերջինը բողոքարկել է ԿՀ-ի տվյալները, հայց ներկայացնելով դատարան։ Սակայն Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանը մասամբ է բավարարել Տիմոշենկոյի բողոքը, մերժելով այն բողոքը, որի համաձայն վերջինը խնդրում է թույլ չտալ Յանուկովիչին մասնակցել նախագահական երթմնակալության հանդիսավոր արարողությանը, որը նախատեսված է փետրվարի 25-ին։ Հայցի այս հատվածը դատարանը չի բավարարել, նշելով, որ չունի բավարար իրավական հիմքեր նման գործողությունների վրա սահմանափակում դնելու համար։ Փետրվարի 4-ից 17-ը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչությունը Մարկ Լուիսի գլխավորությամբ այցելել է Երևան, Հայաստանի հետ իրականացվող 28-ամյա պահուստային ծրագրի 3-րդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Ծանր մարտահրավերներով լի 2009 թվականից հետո տնտեսական արդյունքի ցուցանիշը կարծես կայունացել է և 2010-ին ակնկալվում է իրական հնայի վերականգնում։ Գնաճը բարձրացել է, չնայած որ դա հիմնականում կապված է արտագնացին գործոնների հետ, որոնք իրենց հերթին պայմանավորված են միջազգային միջավայրով։ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի հետ իրականացվող 28-ամյա պահուստային ծրագրի տեսքով առաքելությունը մոտեցել է իր ավարտին։ Առաքելությունն աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել իշխանությունների հետ քաղաքականությունների այն փաթեթի շուրջ, որն ուղղված է պահուստային ծրագրի 3-րդ ամփոփիչ ստուգման ավարտին։ Ամփոփիչ ստուգման արդյունքները նախատեսվում է գործադիր խորհրդի նիստում քննարկել մարտի վերջին։ 3-րդ ամփոփիչ ստուգման ավարտը Հայաստանին հնարավորություն կընձեռի ստանալ շուրջ 74 միլիոն ԱՄՆ դոլար։ Իշխանությունները մտադիր են 2010 թվականի ընթացքում որդեգրել վերականգնման օժանդակող տնտեսական քաղաքականություն։ Դրամավարկային քաղաքականությունն աստիճանաբար